Այսօր վաղ առավոտյան ուժայինները խուզարկություն են իրականացրել Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատանը։ Քննչական կոմիտեից 21 TV News-ին հայտնել են, որ քննչական գործողություններ են կատարվում նախաձեռնված վարույթի շրջանակներում։ Ավելի ուշ փաստաբան Արամ Վարդևանյանը պարզաբանել է, որ խուզարկություններն առնչություն ունեն Ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Ալեքսան Ալեքսանյանի քրեական գործին։ Նարեկ Կարապետյանը խուզարկության ավարտից հետո մանրամասներ է հայտնել։ Պարզ արտահայտված քաղաքական գործունով քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդկանց փաստորեն արգելվում է քաղաքականությամբ զբաղվել։ Ուղղակի ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է։ Չկա որևէ այլ պատճառ ու սա է հիմնական այն ամբողջ այս պատմության հիմքը։ Ուզում է ասել, որ մարդ քաղաքականությամբ չզբաղվի բացի իմ կողմից նշանակված սատելիտներին։ Դա այդպես չի կարող լինել, որովհետև մենք պետք է մեր երկրում քաղաքականությամբ զբաղվենք։ Ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Ալեքսան Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով։ Ալեքսանյանի պաշտպանական թիմը հայտարարել է, որ համաձայն չէ դատարանի որոշման հետ եւ պատրաստվում է բողոքարկել որոշումը։ Ալեքսանյանը կալանավորվել էր ավելի վաղ հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Նա մեղադրվում է հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզում ահաբեկչություն է կանխվել։ Անվտանգության դաշտային ծառայության աշխատակիցները ձերբակալել են Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալի։ Ռուսաստան ժամանելուց հետո նա լուրջ նախապատրաստություն է անցել, ինչից հետո արդեն երկրի ներսում ստացել է իր առաջադրանքն ու այն կոորդինատները, որտեղ թաքցված են եղել պայթուցիկ նյութերն ու անօդաչու թռչող սարքերը։ Գործակալին ձերբակալել են հենց այդ թաքստոցի մոտ։ Ուկրաինական անօդաչուների հարվածների հետևանքով վնասվել են Վայլդբերիսի, Վոլգոգրադում եւ Զելենոդոլսկում գտնվող լոգիստիկ կենտրոնները։ Մամուլի ծառայության տվյալներով տուժածներ չկան։ Անվտանգության նկատառումներից ելնելով աշխատակիցները տարհանվել են։ Իրանի բանակը հայտարարել է Քուվեյթում տեղակայված ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին։ Հարձակման է ենթարկվել նաև Բահրեյնի Շեյխ Իսա ավիաբազան։ Թիրախ են դարձել էլեկտրաէներգիայի գեներատորները, նավիգացիոն համակարգը եւ վարչական ու օժանդակ շենքերը, որոնք օգտագործում են ԱՄՆ զինվորականներ։ Խաղաղության խորհուրդը համաձայնության է հասել Գազայում Համասի եւ մյուս զինված խմբավորումների ամբողջական զինաթափման շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով համաձայնագիրը կիրականացվի փուլ առ փուլ եւ ի վերջո կհանգեցնի իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերմանը։ Համասն իր հերթին հաստատել է, որ պատրաստ է զենքերը վայր դնել եւ վստահեցրել, որ Իսրայելը չի միջամտի զինաթափման գործընթացին։ Հաղորդվում է նաեւ, որ Համասը միջնորդների հետ կքննարկի համաձայնագրի իրականացման մանրամասները եւ շուրջ 6 ամիս տևած բանակցություններից հետո կհամաձայնեցնի դրա կատարման ժամանակացույցը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցությունների ընթացքում քննարկել են Իրանի նկատմամբ գործողությունների 3 հնարավոր սցենար՝ փողզիջումային գործարք, տնտեսական ճնշման ու շրջափակման շարունակում կամ լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկ, հայտնել է Reuters-ը։ Նեթանյահուն ներկայացրել է նաեւ մի շարք այլընտրանքային տարբերակներ, սակայն հասկացրել է, որ Իսրայելը սպասում է Վաշինգտոնի վերջնական որոշմանը։ Հունաստանում մոլեգնում են ավերիչ անտառային հրդեհները, որոնք արդեն 3 փրկարարի կյանք են խլել։ Կրետե կղզում տարհանել են մոտ 8000 մարդու։ Աղետի գոտում աշխատում է ավելի քան 200 փրկարար։ Հուլիսի 28-ից լայնամասշտաբ հրդեհներ են բռնկվել նաև Պարոս կղզում, որը ամբողջությամբ հայտնվել է ծխի մեջ։ Աննախադեպ շոկի եւ չոր եղանակի պատճառով հրդեհների ու զանգվածային տարհանումների ալիքը տարածվել է նաև հարավային Եվրոպայի այլ երկրներում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Թուրքիայում։